Ողջույն սիրելի հետևորդներ, ձեր ուշադրության ենք ներկայացնում մայիսի 29-ի ամփոփ լուրերը։ ԱՄՆ դաշնային առևտրի դատարանը արգելափակել է նախագահ Դոնալդ Թրամփի ազատագրման օրվա մաքսային տուրքերի ծրագիրը, որոնք նախատեսված էին ուժի մեջ մտնել չորեքշաբթի։ Մանհեթենում գործող միջազգային առևտրի դատարանը հայտարարել է, որ նախագահը գերազանցել է լիազորությունները։ Դատարանը նշել է, որ սահմանադրությամբ կոնգրեսն է լիազորված կարգավորել միջազգային առևտուրը եւ արտակարգ իրավիճակների մասին օրենքի կիրառումը չի չեղարկում այդ իրավունքը։ Թրամփի վարչակազմը անմիջապես բողոքարկել է որոշումը։ Նախագահը ապրիլին էր հայտարարել, որ իրեն լայն լիազորություններ է վերապահում արտակարգ իրավիճակների մասին միջազգային տնտեսական լիազորությունների օրենքով բոլոր ներկրումների վրա 10% տուրք սահմանելու համար։ Առավել մեծ առևտրային դեֆիցիտ ունեցող երկրներն ավելի բարձր տուրքերի են ենթարկվում, հատկապես Չինաստանը։ Այս օրենքը պատմականորեն կիրառվել է միայն Վաշինգտոնի թշնամիների դեմ պատժամիջոցներ կիրառելու նպատակով, սակայն Թրամփը դարձել է առաջին նախագահը, որ փորձել է դրանով մաքսային տուրքեր սահմանել, պնդելով, թե առևտրային դեֆիցիտը ազգային արտակարգ իրավիճակ է։ Երեք դատավորից բաղկացած խումբը հայտարարել է. դատարանը չի որոշում նախագահի մաքսային քաղաքականության իմաստությունը կամ դրա արդյունավետությունը։ Այդ քայլն անթույլատրելի է ոչ թե այն պատճառով, որ այն անիմաստ կամ անարդյունավետ է, այլ որովհետև դաշնային օրենքը չի թույլատրում դա։ Այս որոշումը կայացվել է երկու դատական հայցի հիման վրա։ Մեկը ներկայացվել էր ոչ կուսակցական Liberty Justice Center-ի կողմից 5 փոքր ամերիկյան բիզնեսների անունից, այդ թվում գինի եւ խմիչքներ ներմուծող երաժշտական գործիքներ արտադրող ընկերությունների, որոնց արտադրանքը ընդգրկվել էր մաքսային տուրքերի ցանկում։ Մյուսը ներկայացրել էին 13 նահանգների դեմոկրատ գլխավոր դատախազները։ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ եւ Թրամփի գլխավոր խորհրդական Ստիվեն Միլլերը սոցիալական մեդիայում գրել է. դատական հեղաշրջումը դուրս է եկել վերահսկողությունից։ Թրամփը պնդում է, որ մաքսային տուրքերը նպատակ ունեն վերականգնելու ամերիկյան արդյունաբերությունը, սակայն դրանք հետաձգելու, դադարեցնելու կամ բարձրացնելու նրա որոշումները ցնցումներ եւ անորոշություն են առաջացրել ֆինանսական շուկաներում։ Ներկայումս առնվազն 5 այլ դատական հայցեր նույնպես քննվում են։ Սպիտակ տնից մամուլի քարտուղարն է պարզաբանում տվել. նախորդ գիշեր Դոնալդ Թրամփի վարչակազմը կրկին բախվեց դատական իշխանության գերազանցման օրինակի հետ։ Նախագահ Թրամփը ամբողջությամբ եւ օրենքին համապատասխան օգտագործել է լիազորությունները ազատագրման օրվա կապակցությամբ համընդհանուր եւ փոխադարձ սակագներ սահմանելով, պայքարելու Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանն ու տնտեսությանը սպառնացող լուրջ եւ մշտական տարեկան առևտրային դեֆիցիտների դեմ։ Նախագահ Թրամփը համոզված է, որ ամերիկան երկարաժամկետ չի կարող ապահով գոյատևել, եթե ի վիճակի չէ մեծացնել իր առաջադեմ ներքին արտադրական կարողությունները, ունենալ անվտանգ մատակարարման շղթաներ եւ եթե երկրի պաշտոնական արդյունաբերությունը կախված է մնում օտարերկրյա հակառակորդներից։ Սակայն Միացյալ Նահանգների միջազգային առևտրի դատարանի 3 դատավորները համաձայն չեն նրա հետ եւ ամոթալի կերպով օգտագործել են իրենց դատական իշխանությունը խոչընդոտելու նախագահի կողմից այն մանդատի իրագործմանը, որը նրան տվել է ամերիկյան ժողովուրդը։ Ամերիկան չի կարող գործել, եթե նախագահ Թրամփը կամ որևէ այլ նախագահ իրենց գայուն դիվանագիտական կամ առևտրային բանակցությունները վտանգեն ակտիվիստ դատավորների կողմից։ Նախագահ Թրամփը ներկայումս իրականացնում է առևտրային համաձայնագրերի վերակշռման գործընթաց ամբողջ աշխարհի հետ, բերում է տասնյակ միլիարդավոր դոլարներ սակագնային մուտքեր մեր երկրին եւ վերջապես դադարեցնում է ԱՄՆ-ի շահագործումը։ Վարչակազմը շտապ միջնորդություն է ներկայացրել դատանի որոշման կատարումը կասեցնելու եւ անհապաղ վարչական կասեցում սահմանելու համար, սակայն վերջնական խոսքը պետք է ասի Գերագույն դատարանը մեր սահմանադրության եւ երկրի պաշտպանության համար։ Իլոն Մասկը հեռանում է կառավարական պաշտոնից։ Սպիտակ տան պաշտոնյան երեկ ուշ երեկոյան հաստատել է այդ լուրը, նշելով, որ միլիարդատիրոջ պաշտոնաթողությունը կսկսվի նույն օրը։ Այս հեռանալը ավարտում է տևական եւ աղմկոտ ժամանակաշրջանը, որը սկսվել էր այն պահից, երբ նախագահ Թրամփը վերադարձավ իշխանության խոստանալով Մասկին կառավարությունում մեծ դեր տալ։ Մասկը հայտարարել էր, որ կարող է կրճատել դաշնային ծախսերը առնվազն $1 տրիլիոն, նշելով, որ եթե մենք ոչինչ չանենք դեֆիցիտի վերաբերյալ, երկիրը կսննկանա։ Սակայն Dodge անունը ստացած գերատեսչությունը արժանացել էր մեծ քննադատության անխնա կրճատումների եւ հազարավոր աշխատանքային տեղերի կորստի պատճառով։ Ըստ պաշտոնական աղբյուրների մոտ 260,000 դաշնային աշխատակիցներ կորցրել են աշխատանքը։ Այս վիճակը վնասել էր նաեւ Մասկի ընկերություններին։ Տեսլայի վաճառքները որոշ շուկաներում, հատկապես Եվրոպայում, կտրուկ անկում էին գրանցել կապված Մասկի աջակողմյան քաղաքական հայացքների պատճառով առաջացած դժգոհության հետ։ Ներդրողները մտահոգություն էին հայտնել, որ Մասկին չի բավականացնում ժամանակը իր բազմաթիվ պաշտոններին եւ բիզնեսներին հետևելու համար։ Մասկը հայտարարել է, որ այսուհետև կենտրոնանալու է բացառապես բիզնեսի վրա եւ նախատեսում է աշխարհը փոխող նորարարական արտադրանքներ, այդ թվում հումանոիդ ռոբոտներ եւ ինքնավար տաքսիներ։ Վերջին օրերին նկատվել է նաեւ լարվածության նշաններ Մասկի եւ Թրամփի միջեւ։ Երեքշաբթի Մասկը քննադատել էր նախագահի նոր հարկային օրինագիծը, այն անվանելով չափազանց ծախսատար եւ վնասակար Dodge ծրագրի նպատակներին։ Այնուամենայնիվ
Մասկը X հարթակում շնորհակալություն է հայտնել Թրամփին, նշելով, որ Doge-ը առաքելությունը կշարունակի եւ ավելի կուժեղանա ժամանակի ընթացքում։ Դոնալդ Թրամփի մեծ ընթրիքից մինչև GameStop-ի խոշոր բիթքոինի գնումը։ Սա է Crypto Weekly-ի գլխավոր լուրը։ Նախագահ Դոնալդ Թրամփի մեմեկոինի ներդրողները մասնակցել են նրա մասնավոր ակումբում կազմակերպված բացառիկ ընթրիքին։ Տվյալների համաձայն ներդրողները ծախսել են մոտ $148 միլիոն, որպեսզի ապահովեն իրենց տեղընթրիքին։ Բլոկչեյնի վերլուծությունը ցույց է տվել, որ սևազգեստ միջոցառմանը մասնակցած 220 մետաղադրամի տերերից ավելի քան կեսը հավանաբար ԱՄՆ-ից չեն եղել։ Մետաղադրամի խոշորագույն տերերը մասնակցել են Թրամփի հետ կազմակերպված մասնավոր VIP ընդունելությանը, իսկ 4 ամենամեծ ներդրողները ստացել են սահմանափակ քանակով թողարկված Trump Torp John ժամացույց, որի արժեքը $100,000 է։ Չնայած, որ որոշ մարդիկ դժգոհ էին Թրամփի ընթրիքից, դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենը նշել է, որ նա նախագահության միջոցով փորձում է հարստանալ։ Դոնալդ Թրամփի ընթրիքը կոռուպցիայի իսկական մարմնավորում է։ Մենք այսօր այստեղ ենք միայն մի թեմայի մասին խոսելու՝ կոռուպցիայի, դրա ամենադաժան դրսևորման մասին, ասել է Ուորենը։ Միաժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կրկին հաստատել է վարչակազմի աջակցությունը կրիպտոարժույթներին։ Լաս Վեգասում կայացած Bitcoin համաժողովում նա ասել է, որ Թրամփի վարչակազմը փորձում է չեղարկել նախկին վարչակազմի սահմանած խիստ կանոնակարգերը։ Մեր վարչակազմում մենք առաջնահերթություն ենք տալիս այդ կանոնների կարմիր ժապավենի եւ իրավական պատժամիջոցների վերացմանը, որոնք ուղղված էին կրիպտոյի դեմ մեր նախորդների կողմից։ Մենք վերջ ենք տալիս դաշնային կանոնակարգերի զենքի վերացմանը այս համայնքների դեմ, հայտարարել է Վենսը։ Իսկ GameStop-ը հայտարարել է, որ մեծ գումար է ներդրել կրիպտոյի ոլորտում, փորձելով բարձրացնել ներդրողների հետաքրքրությունը։ Տեսախաղերի խանութների ցանցը ձեռք է բերել մոտ $513 միլիոն բիթքոին։ Եվրոպական ֆոնդային շուկաները եւ ԱՄՆ ֆյուչերսները բարձրացել են այսօր, երբ ներդրողներն արձագանքել են դաշնային դատարանի որոշմանը, որով արգելվել է նախագահ Թրամփի այսպես կոչված ազատագրման օրվա տուրքերի կիրառումը։ Այս որոշումը միանգամից ուժեղացրել է դոլարը հատկապես անվտանգ համարվող արժույթների նկատմամբ, սակայն դատարանի գործողությունը հույս է ներշնչել, որ Թրամփը կարող է հրաժարվել սպառնալիքների մակարդակի բարձր տուրքերի մտադրություններից։ Եվրոպայի Stoxx 600 ինդեքսը վաղ առու-վաճառքի ընթացքում աճել է 0.3%-ով, իսկ ԱՄՆ-ի S&P 500 ֆյուչերսները ցուցադրել են ավելի ուժեղ արձագանք, հասնելով մինչև 1.6% աճի։ Ասիական շուկաներն էլ են վերել կապրել։ Ճապոնիայի Nikkei ինդեքսը եւ Հարավային Կորեայի ցուցանիշները գրանցել են մոտ 2% աճ։ Դատարանի որոշման լուրերը հարվածել են ավանդական անվտանգ արժույթներին, դոլարը մոտ 1% թանկացել է ճապոնական յենի նկատմամբ, թեև ավելի ուշ այդ աճը փոքր-ինչ թուլացել է։ Շվեյցարական ֆրանկի նկատմամբ դոլարը նույնպես աճել է։ Ոսկու գները նույնպես նվազել են, հասնելով մեկշաբաթյա նվազագույնին։ Ոսկին սովորաբար դիտվում է որպես անվտանգ ակտիվ աշխարհաքաղաքական եւ տնտեսական անորոշությունների ժամանակ։ Այս տարի ոսկու գները մի քանի անգամ հասել են պատմական ռեկորդների։ Դաշնային դատավորն այսօր երկարաձգել է ժամանակավոր արգելքը, որը արգելափակում է Դոնալդ Թրամփի վարչակազմի փորձը արգելելու Հարվարդի համալսարանին օտարերկրյա ուսանողներ ընդունել։ Շրջանային դատարանի դատավոր Էլիսոն Բերոուզը երկարաձգել է արգելքը, որը նա էր դրել նախորդ շաբաթ, թույլ տալով Հարվարդին շարունակել օտարերկրյա ուսանողների ընդունելությունը, քանի դեռ դատավարությունը շարունակվում է։ Հարվարդը դատի էր տվել դաշնային կառավարությանը, երբ ներքին անվտանգության քարտուղար Քրիստի Նոեմը չեղարկել էր համալսարանի իրավունքը օտարերկրյա ուսանողներ հյուրընկալելու համար։ Թրամփի վարչակազմը ներկայացրել էր նոր նախաձեռնություն չեղարկելու Հարվարդի հավաստագրման իրավունքը օտարերկրյա ուսանողներ ընդունելու համար։ Գործող այս տնօրեն Թոդ Լայոնսի կողմից ուղարկված նամակում Հարվարդին տրվել էր 30 օր, պատասխանելու ենթադրյալ խախտումների մասին մեղադրանքներին, որոնք ներառում էին օտարերկրյա կազմակերպությունների հետ համագործակցություն եւ հակասեմականությանը չարձագանքել։ Հարվարդը պնդում է, որ լիովին հետևել է պահանջներին, սակայն մայիսի 22-ին Նոեմը կրկին գրել էր, որ համալսարանի պատասխանը բավարար չէ եւ հայտարարում էր Հարվարդին անմիջապես հանելու դաշնային ծրագրից, որը թույլ էր տալիս օտարերկրյա ուսանողներ ընդունել։ Շարունակելով թեման, ԱՄՆ-ն պատրաստվում է չեղարկել որոշ չինացի ուսանողների վիզաները։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Միացյալ Նահանգները ագրեսիվ կերպով չեղարկելու է չինացի ուսանողների վիզաները, այդ թվում նրանց, ովքեր կապ ունեն Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ կամ սովորում են կարևորագույն ոլորտներում։ Այս որոշումը կարող է ազդել Միացյալ Նահանգներում սովորող 100 հազարավոր չինացի ուսանողների վրա։ Չնայած վերջին տարիներին այդ թիվը նվազել է, նախորդ տարի դեռևս մոտ 1/4 միլիոն չինացի ուսանող կար Միացյալ Նահանգներում։ Ռուբիոն իր հայտարարությունում նշել է, որ պետդեպարտամենտը կվերանայի վիզաների տրամադրման չափանիշները Չինաստանի եւ Հոնկոնգի բոլոր ապագա դիմումների նկատմամբ խստացված վերահսկողություն ապահովելու համար։
Երեկ երեկոյան 7 մարդ է վիրավորվել, 3-ը ծանր վիճակում են։ Վաշինգտոնի Տակոմա քաղաքի արվարձաններից մեկի զբոսայգում տեղի է ունեցել հրաձգություն։ Լեյքվուդ քաղաքի ոստիկանության սերժանտ Չարլզ Պորշեն պատմել է, որ 5 վիրավորներ շտապօգնության մեքենայով են տեղափոխվել հիվանդանոց, եւս 2-ը հիվանդանոց են գնացել ինքնուրույն։ Ոստիկանությունը դեռևս չի պարզել, քանի հրաձիգ է ներգրավված եղել կամ զոհերը թիրախավորված են եղել, թե ոչ։ Դեռևս ձերբակալվածներ էլ չկան։ Պորշեն նշել է, որ դեպքի պահին զբոսայգում եւ ամերիկյան լճի մոտ ավելի քան 100 մարդ է եղել։ Այսքանն էինք առանձնացրել ԱՄՆ լուրերից։ Ես Հարություն Մինասյանն եմ։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։